Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում աշխատանք սկսում է տոնը շնորհավոր Ձինետ նախագիծը։ Անդավաճան մեր հեռուստադիտողներին շնորհակալություն եմ հայտնում, հետևում եք, մեկնաբանություններ եք անում եւ ավելին, երբ որ սկսում եք տարածել թողարկումները, ինձ համար մեծագույն պատիվ է, շնորհակալ եմ ձեզ։ Այսօր ես ձեզ համար նախապատրաստել եմ բացառապես երաժշտական թողարկում, ունեմ շատ սպասված հյուր եւ ուզում եի նա անպայման մեզ մոտ տաղավարում լիներ, որպես երգիչ, այն էլ որ առիթների ժամանակ թիվ 1-ն չեմ վախենա դրա մասին ասել։ Դրա մասին քիչ հետո։ Այս պայն շնորհավորում եմ օրվա բոլոր հոբելյարներին լավագույն բարեմաղթանքներս, առողջ եք լինում, լավ մարդկանց շրջապատում, Աստծո օրհնությամբ եւ իհարկե 21 TV-ի հետ։ Հատուկ ձեզ համար տեսահոլովակ։ Տեսահոլովակի սիմպաթիչնի տաղանդավոր երգիչ րոպեներ անց կլինի մեզ մոտ տաղավարում։ Ում մասնախոսքը կիմանաք հենց հիմա։ Քեզ գտանեմ Եգիպտոս, աղ որ աղջիկ Եգուրհոս, քեզ գտանեմ Եգիպտոս, Եգիպտոս են Հունաստան, հետո երթանք Հայաստան, Եգիպտոս են Հունաստան, հետո երթանք Հայաստան, լեբլեբուն ես գծախեմ, աղջիկներուն գխապեմ, լեբլեբուն ես գծախեմ, աղջիկներուն գխապեմ, այ բալա, ջամբալա, այ բալա, Jambala jam Artistani gariyere sinç ağvor dariye Artistani gariyere sinç ağvor dariye Ştapetse görüyorlar amusnuçan dariye Ştapetse görüyorlar amusnuçan dariye Leblebun yes gazakhem աղջիկներուն գխապեմ, լեբլեբուն ես գծախեմ, աղջիկներուն գխապեմ, այ բալա, ջամբալա, այ բալա, ջամբալա, Սիրեմ աղվոր է, մյուսի աչքեր գավույթ է, մեկին սիրեմ աղվոր է, մյուսի աչքեր գավույթ է, շվարեցի մնացի, որ նա ինձի սիրում է, շվարեցի մնացի, որ նա ինձի սիրում է, լեբլեբուն ես գծախեմ, աղջիկներուն գխապեմ, լեբլեբուն ես գծախեմ, աղջիկներուն գխապեմ, այ բալա, ջամբալա, Ay bala, jambala jam, ginin gxamem, milav kef kandem, es ashkhari vara, yerker, ginin gxamem, milav kef kandem, es ashkhari vara, yerker, çişte, amen ban çişte, es ashkhari vara, aprele çişte. Ճիշտ է, ամեն բան ճիշտ է, այս աշխարհի վրա ապրելը ճիշտ է, լեբլեբուն ես գծախեմ, աղջիկներուն գխապեմ, լեբլեբուն ես գծախեմ, աղջիկներուն գխապեմ, այ բալա, ջամբալա, այ բալա, ջամբալա, ջամ Ես վստահ եմ, որ հենց հիմա առավելևս իմ ծնողներն են մոտ նստել, ձայնը բարձրացրել են, որովհետև նրա ֆանատները բավականին շատ են։ Երբ որ մենք Facebook-յան էջում անուններ ենք տեղադրում, ցանկանում ենք իմանալ օրինակ, որ երգ չենք ցանկանան, թեկուզ առանց նորության ինձ մոտ լինի տաղավարում, նրա անվան շուրջ գրեթե 100-ից ավել գումարած կար։ Նա ինձ մոտ տաղավարում է, խոսքս տաղանդավոր երգիչ Հայկ Հոլյանն է։
Հայկոս, ողջույն։ Ողջույն Զինջան, ողջույն։ Լավ ես չես գունքես։ Շատ լավ եմ, անհնար է քո մոտ լավ չես գալ, անհնար է քո մոտ չերջանկանալ, չուրախանալ, ժպիտ է գալիս միանգամից ու շատ ուրախ եմ, որ քո մոտ եմ ցավոտ տանում։ Փոխադարձ։ Հայկ Ղուլյանը մի քանի օր առաջ իմ ստորիներից հասկացաք, որ դիտումներ այնքան շատ էր, ես էի զարմացել, հոբելար էր։ Ու այս հարցը քանի որ ես միշտ տալիս եմ ծրագրի ավարտին, ես սկսում եմ ամենասկզբից։ Երբ որ ես միշտ առաջարկում եմ ասում եմ, ես տեսակներ ասեմ, դուք ընտրեք թե ինչպիսի հոբելար եք, արի ես տեսակներ ընտրեմ, դու վերջին ասա թե ինչպիսի հոբելար ես։ Շատ լավ։ Ուրեմն տղա ով ամիսներ առաջ սիրում է կազմակերպել ծննդյան օրը, երգիչ ով տենց իր ծննդյան օրը չի սիրում է ուսանում է եւ երգիչ տուն տեղ ընտանիք կոլեկտիվ ոնց է չլինի մի բան կկազմակերպի։ Որնակոնը եւ վերջինը ոնց եղել։ Միշտ տարբեր է լինում, վերջինը եղել է երրորդը։ Հա։ Բայց Միշտ տարբեր է լինում, տնեցիք եք կազմակերպել։ Դու տնեցիք, որոնք որ ասեցին չէ պետքա տունը, որովհետեւ տունը ճիշտ է, ամոթա բա ոնց տունը չէ, գոնե մի անգամ տունը, ամեն անգամ դու ինչ որ միտեղ թռնում ես, այս անգամ տունը։ Բայց ես հասկացա, որ ճիշտեր ու անկեղծեր ու համով էր շատ։ Շատ։ Բան չկար, այն պարտավորվածություն չկար, մեկ ձևականություն չկար, երկուս ազատ ճիշտ տնական։ Ես ձայնագրել եմ շատ երգեր, որ ծախելու եմ, կներեք, որովհետև վստահ եմ կայքեր այդ երգերը կառնեն, ինչպես է օրինակ Ռաֆի Ալթունյանը մեծն մայեստրոն, օրիգինալ տարբերակով Ռաբիս երգը նվագում ինչ-որ օրիգինալ տարբերակով եւ Ռաբիս երգը երգում եք մի այլ տարբերակով, ես դա ունեմ։ Կայքերը արձագանք են, ես վաճառում եմ դրանք։ Այդ անցանք, ես մեծ բավականություն եմ ստացել, իմ ստորիներից արդեն պարզ էր։ Լույս ես ինձ համար Արցախ իմ սիրտ Քեզ սիրում եմ քեզանով Շնչում եմ ես չեմ կարող Բարով ասել Եվ բարն է քիչ Հացես դու հոգուս համար Իմ սեր Արցախ Շնորհակալ եմ մամային, պապային, ընտանիքի անդամներին, որ մեզ Իրանք դիմացան։ շնորհակալ գեղեցիկ օրվա համար, որտեղ իրենք իրականում շատ ուրախացան խայտաբղետ տարբեր ջիգար մարդիկ էին տեսնում։ Իսկ թվում է դու իրաց աչքին ավելի բարձրացար, հասկացան, որ մեզ նման ընկերներ ունես։ Հա։ Հա, չէ։ Բացարձակ մի երկու հոգու Հանած։ Շատ լավ։ Հիմա ասենք ավելի լուրջ թեմային։ Ես չեմ վախենա ասեմ, որ առիթների ժամանակ դու թիվ 1-ն ես, որովհետև ես ունեմ ընկերներ, որոնց խնդրում եմ երգեն, որ ես օրինակ եթե վարում եմ հաց ուտեմ։ Դուք են երկիշներն եք, որ հարցում եք ձեն 30 րոպե, 40, 50 թե մի ժամ։ Ու տենց որ խոդ եք տալիս, կներեք ռուսերեն բառից համար, երգում եք ու դու այդպիսիներն ես։ Թողեք գովեմ ամ ընկերոջը։ Բայց ես պաշտում եմ, երբ որ դու երգում ես Ղարաբաղյան ոճով, այն ձեր ակցենտով, այն որ տանը որ երգեցիր, կանց թե ուրախանայի միայն լացեցի, այ այդ ուրիշ է։ Հայկո դու ունես այդ թեմայով մրցակից, բացի Ռազին Հանումենկամյան։ Չէ, հիմա չափազանցրեցիր, ես լարվում եմ արդեն։ Չէ, օրինակ Համար մեկը դա մի քիչ չափազանցրած է միգուցե։ Ինչ վերաբերվում է արցախյան երգերին, ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդով գոնե մի քիչ այնտեղ ապրել է, այդ ջիգարը ունի։ Դա պարտադիր չի ինքը երկող չերկող, այսինքն այդ ինչի համար այդ երգը սիրվում է, դա այնտեղ ապրած մարդը կարողանում է փոխանցի։ Այդպես։ Շատ լավ, բայց Ես էլ բացառություն չէի։ Կներեք, բայց ես շատ արցախցի ընկերներ ունեմ, որոնք Արցախի հիմա թեմայով չեն երգում։ Վատը թողում եմ կողք։ No comment։ Ես որ ունեմ ու գիտեմ։ Այդ անցանք, շատ լավ։ Բայց ես պաշտում եմ, որ դու ամենտեղ առաջինը երգում ես այդ ոճով։ Ես պաշտում եմ, երբ որ դու տան անդամների հետ ես խոսում ձեր բարբարով։ Այդ գիտես ինչ հաճելի է։ Չգիտեմ ում ոտ, բայց իմ մոտ լավ է։ Լավ, ջիգարով ոնց որ սկսել ենք մի տեսակ, անցնենք թեմաներին։
Հայկ Խուլյանը այսօր աշխատում է մի քանի տեղ, հասցնում է նաև առիթներ, տեսահոլովակներ, Հայկո ինչ ունես հենց հիմա կիսատ է գործ ես անում, որ պիրուդն է, որ ռուսերեն ձեր խոսքով ասեմ։ Ունեմ երկու երգ, որը որ շուտով լինելու է պրեմիերա, որը որ մոտ 2 տարի է պատրաստա, բայց անընդհատ այսինչից խոսացինք այս ամեն ինչի պատճառով չեր լինում պրեմիերաները, լինելու են աուդիո արդեն պատրաստ, երգը պատրաստ տարբերակ ունեմ 3 երգ, այսինքն գործունեությունը նորից սկսել եմ ու տա Աստված, որպեսզի մենք բոլորս լինենք խաղաղ ժամանակահատվածում կարողանանք այդ մեր պլանավորածները անենք, որովհետև վերջի գոնե 5 տարում ոչ մի պլանավորած բան չէիր կարողանում դու հստակ ասեիր եկող ամիս օրինակ անելու եմ սա կամ նա, որովհետև անընդհատ ինչ-որ բաներ լինում ու բացի նրանից, որ դու չէիր հասցնում, նաև դրա բարոյական տեսանկյունը կար, որ չէիր էլ կարա անեիր, որովհետև մտածում էիր, որ միգուցե ճիշտ չդիտարկվի։ Բայց հիմա ունենք այն ինչ ունենք, պարտավոր ենք աշխատենք, տա Աստված խաղաղություն լինի, ոչ մի բան չլինի, կարողանանք այն ինչ որ պլանավորել ենք անենք ու տեղ հասցնենք։ Համաձայն եմ։ Հայկ Խուլյանը բացի լավ երգիչներից նաև հիանալի երգահան է։ Այսօր շատ մեր ընկերներ քո երգերը երգում են, լավ փող են վաստակում, ռեյտինգ ունեն։ Հայկո կա երգ, որ գրել ես ուրիշի համար, բայց ասելես չէ, հիմա ես պիտի երգեմ։ Տենց երգեր եղել են։ Անկեղծ։ Հա։ Հիմա էլ կա process-ի մեջ այդպիսի երգ, որ ես անընդհատ լսում եմ, ասում եմ, բայց այդ այնքան ուրիշ զգացողություն է, որովհետև դու նախ մտածում ես ոնց դա քոնն է։ Ինձ հետաքրքիր է, օրինակ երգը գնալուց հետո։ Հա։ Հա։ Ուստեղ էլ ես հասկանում, որ մի հատ բան կա, չի ասում են կորցնելուց հետո ես հասկանում։ Ճիշտ է, դու դա չես կորցնում, դա քո երգն է, դու դրա համար գումար ես վաստակում, դեպքեր են լինում չես վաստակում, կապ չունի։ Հա։ Քիչ, շատ, նվեր, ես միշտ ասում եմ նույնիսկ երգ նվիրելը, դա պետք է երգահանը այդ պահին դա ծնվի իր մոտ, որ ասի սա կոնն է։ Հա, երբեմն լինում են դեպքեր, երբ որ դու հասկանում ես, որ դիմացինը դրա ակնկալիք ունի, այդ ժամանակ քո մոտ դա բացառվում արդեն ուրիշ բան է միանում քո մոտ։ Բայց երբ որ այդ մարդը սենց անկեղծ դու նայում ես ինքն ինչ որ երգ է լսում, դու հասկանում ես, որ ինքը իրոք անկեղծ դա իրան դուր է եկել, ուստեղ ոչ մի շինծ ու բան չկա, բայց միգուցե այդ մարդը այդ պահին չունի այդ հնարավորությունը, դու չես կարողանում չնվիրես։ Այսինքն կապ չունի դա վաճառված երգ է, թե նվեր է, թե քիչ գումար, բացարձակ կապ չունի, գնալուց հետո ես դու այդ երգը սենց բան ես լինում ու այդտեղ գալիս է այն որ կորցնելուց հետո ես հասկանում, այդ ինչ էր։ Շատ լավ, իսկ ես որպես դերասանու, երգչու, մամա եւ պրոդյուսեր։ Հիանալի դերասանուհու, հիանալի երգչու։ Ուրույն երգչուհու, որը որ ունի իր տեսակը։ Շատ լավ։ Արդեն դու գիտես դիապազոնի մնացածի մասին։ Ես կարող եմ եթերում հենց հիմա առաջարկ անել եւ Հայկ Խուլյանից ունենալ մի սիրուն երգ իմ աղջկա համար, բայց դու այդ քեզ հետ սիրով վերջացավ լսեց Հայաստանի Հանրապետությունը պրեմիերան կազմակերպում ենք այստեղ սիրով ցավոտ շատ լավ ես դա շատ ինչ վերաբերվում է իմ Ինային մեծ սիրով որովհետեւ ինասլավ մարդ է մաքուր մարդ է հա բայց ես արդեն խանդում եմ հիմա դուք իմ ընկերն եք թե Ինայի հալավ Ինայի նոր օքեյ ես գիտեմ տենց բաներ կա ես դրա համար ավելի ուրախ եմ այդ իմ մոտ ավելի տենց մի տեսակ թևեր է ինձ տալիս հա բայց այն ինչ որ ինան կա դա քեզանից է հա այդ դու ես արել որ ինքը այդ տեսակը լինի մեր ընկերները ինչպես ասում են Ինա Ձինաևնա Ճիշտ է, փաստորեն, շատ լավ։ Հայկո, ես քո շրջապատում լինելով, քեզ հետևելում, հասկացա, որ այս հարցը պետք է տայի բնականաբար, բայց ես հասկացա դու հենց դեմքերից ես, որ մտքիդ կարող այդ պահին մուսատ եկավ, ինչ որ նոտա ծնվեց, դու անջատվում ես բոլորից, թեկուզ ամբողջի մեջ ես, ու ինչ ամ տենց դիկտաֆոնով նանանա անում ես, որ հիշես, թե ոնց։ Ես անկեղծ երբեմն մտածում եմ, որ այդ պահին իմ մոտ գտնվող մարդիկ մտածում են, ես ինչ որ հոգեկան խանգարում ունեմ, որովհետև դա կապ չունի որտեղ ես այդ պահին, կողքդ ով կա։ Ես անկեղծ, հա, բայց ինչի՞ց է որ դու այդ պահին չես կոմպլեքսավորվում ու ուզում ես ֆիքսես դա, որովհետև լինում են եղել են շատ դեպքեր, որ դու չես ֆիքսել, հետո կամ չես հիշել, կամ նույն
նույն վիճակի մեջ չես եղել, այն նույն ոգին ու հոգին չի եղել, այդ պահին ինչ որ եկել է 10 վայրկյան հետո ուրիշ բան է։ 10 վայրկյան հետո ինքը ուրիշ ձև է հնչում։ Բայց եթե դու այդ պահին հասցնում ես իրան ֆիքսես, հետո անդրադառնալուց դու ճիշտ ես անդրադառնում։ Այսինքն դու փորձում ես դա չկորցնել, այդ պահին ֆիքսել։ Հայկո, ես գիտեմ, որ դու նաև երգի բառեր ես գնում, ճիշտ է, չէ՞։ Իմ բոլոր երգերի բառերը ես եմ գրում։ Իդեպ 80-90% դեպքերում երգը ծնվում է իմ մոտ միասին, այսինքն տեքստ եւ երաժշտություն ինքը միասին է գալիս։ Թեմատիկ երգեր անպակաս են քեզանից, դու ունես նաև թեմատիկ գործեր եւ հիմա այն ամենաակտուալ կոմերցիոն գործը, որ Հայկոն ամենաշատն է երգում եւ քոնն է, ո՞րն է Հայկ։ Իմ երգերից։ Այո։ Զոքանչ աղբերս, Զոքանչ աղբերս, լեբլեբուիմ տարբերակը։ Այո։ Հասուն դեռ դրանք դու երգում ես։ Այո։ Հա, որ ինչ ուզում ալինի այդ ակտուալ երգը։ Կարոնը գործերն է մեր Հայկոյի։ Շատ լավ։ Արի անցնենք մեր բրից հարցերին։ Երկար չմտածես։ Փորձենք փոքր ճաշակն էլ հասկանալ Հայկ Խուլյանի բոլոր նրանց համար, ովքեր որ ներքնաշխարհը չգիտեն։ Սև թե սպիտակ։ Սպիտակ։ Դառը թե քաղցր։ Քաղցր։ Սուրճ թե թեյ։ Եվ։ Կոկտեյլ թե կոնյակ։ Կոնյակ։ Փող թե սեր։ Փող։ Սեր։ Քաղաք թե գյուղ։ Եվ։ Ֆիլմ թե ներկայացում։ Ներկայացում։ Հոկեբանի թե ընկերոջ մոտ։ Ընկերոջ մոտ։ Ամառ թե ձմեռ։ Ամառ։ Ոսկի թե արծաթ։ Արծաթ։ Նախընտրած կենաց։ Ես մի քանի տարի անընդհատ նույն բանն եմ ասում, բայց ոչ թե ասում եմ մտածված, այլ հասկացել եմ մի կարևոր բան, ես բոլորին իմ հարազատներին, ոչ հարազատներին նաև, որպեսզի մեր բոլորի կյանքում Աստծո առկայությունը շատ լինի։ Երբ որ Աստծո առկայությունը շատ է լինում, մնացած բոլոր կենացները մտնում են այդ կենացի մեջ։ Այսինքն դու ամեն ինչ ճիշտ ես անում ու ամեն ինչ լավ է ստացվում քո մոտ։ Շատ լավ։ Հայկական թե այլ խոհանոց։ Հայկական միանշանակ։ Հիմա Աստծուց դու շատ խնդրում ես, թե շնորհակալ ես։ Շնորհակալ եմ։ Եթե չլինի կինն ու գինին, ապա ինչ կլինի։ Կինն ու գինին։ TV թե հեռախոս։ TV։ Վերջի հարցին հույսով եմ երկար չես մտածի։ Նախընտրած հեռուստահաղորդավարուհի։ Ձինակոպ։ Հույսով չարժ են մտածել։ Շատ լավ։ Հայկ, մենք ունենք գիտես, օրվա հոբելյարներ, մեր ֆորմատը այդպիսին է։ Ես մեր ծրագրի շրջանակներում ըստ մեր ֆորմատի շատ բնականաբար ցուցադրում եմ հենց քո տեսահոլովակները, որովհետև սիրում եմ այն նյութերը երաժշտական։ Բայց ես մի հատ բան եմ ուզում ասել, կարելի է։ Հա։ Բլիցի մեջ մի հարց կար, որի մասին որ ես երկար մտածեցի, ուզում եմ անկեղծանամ, ասեմ, թե երկար մտածեցի։ Փողը թե սերը, հա։ Կարամ անկեղծանամ։ Անկեղծացի։ Կռիվա, երբ որ քո ներսում դու տեսնում ես մարդիկ, ում որ դու համարում ես սեր, բայց ուզում ես հասկանաս, երբ որ դու անփող լինես։ Այդ սերը նույնը կլինի, թե չէ։ Փորձի մի օր։ Այդ սերը նույն չէ, բայց այդ ժամանակ դու կարաս խաղաս, բայց ինքը այն ճիշտը չի։ Դու անկեղծ ուզում ես հասկանաս, դու անփող իր համար նույն սերն ես, թե չէ։ Հույսով եմ լսեց այն մարդը, ում ուզում էր ասել Հայկոն։ Անկեղծ չկա տենց բան, չեմ ասում, բայց ես անընդհատ իմ չեմ ուզում ասեմ տարբեր սերեր, դե բայց հա մարդը ես առանց սեր չեմ ինձ պատկի չի կարա լինի, բայց ես միշտ այդ հարցը ունեցել եմ։ Չեմ ասում ես երբևիցե շատ փող եմ ունեցել, բայց ուզում ես հասկանաս, այս մարդը պատրաստ է եւ ու գա հասնի այնտեղ որտեղ որ պետք է հասնի, թե չէ։ Ախում եմ քեզանից արդեն Հայկո, ինչ խորանալ խորացա։ Չէ, որովհետև մտածեցի այդ պայնս, ես ծնգած մոտս, ես ուզեցա բան անեմ, մեկնաբան եմ։ Քո ընկերներից մեկը մեզ մոտ աղավարում առանց մտածելու միանգամից ասեց. «Սեր, բայց հետաքրքիր է, որ աղքատանամ, այդ սերը կմնա կողքս, թե չէ»։ Այսինքն ինքը ամուսնացած էր, բայց միջի հիմա վստահ չէր, որ իրան է սիրում, թե իր փողերը։ Այս էդ եմ ասում։ Հիմա որ ինձ անընդհատ ասում են ամուսնացի, թող Աստված ինձ ների է շուրջս նայելով այն ինչ որ հիմա տեսնում եմ, ես տենց չեմ ուզում։
Աբա ձեր տնեցիք ուզում են, մյուս տարի այսօրը ես պետքա քո արսանիքը վարեմ։ Դե ուրեմն ինչ անենք, պետքա բոլորս բան աղոթենք, որ գա ինքը ով պետք գա։ Եթե չէ, եթե ուրեմն կանա ով։ Հայկո, պետքա դու քեզ անջատես, թողնես ինք իր ոտով կամ մի կենտրոնացի։ Հա, բայց նա, այն որ մենք հիմա խոսացինք, այդ կերպարը։ Թե չէ այնց դինջան, վաղն էլ կարող եմ ուսնանամ մյուս օրն էլ։ Հա, տենց։ Մի ամսից էլ։ Բայց տնեցիքի խաթր արժի։ Քո ծնողները այն դեպքերը չեն, այն դեմքերը չեն, որ դու սենաս վաղ ամուսնենաս։ Վերջ։ Ինչ ես ուզում ամբողջ ներքնաշխարհը ցույց տամ ես։ Ինչ ես անում դե։ Վերջացավ։ Մեզ մնում է աղոթել։ Հա, աղոթել չէ, մեզ մնում է ուղղակի կաստինգ կազմակերպելը, ես դա կանեմ։ Իսկ ես ասեմ հարգեներս, որ միջի մանրատեսալովակներից էի խոսում, որ սիրում եմ այն երգերը, որ դու երգում ես ժողովուրդը, արիթատերերը ուրախանում են ի սրտե, որովհետև հասանելի երգ է։ Հիմա մենք ունենք հոբելյարներ, որ սպասում են ձինադու ջուր ես ծեծում, ժամանակն է, որպեսի Հայկոն տեսախցիկին նայելով շնորհավորի օրվա հոբելյարներին ու իմ սիրած երգն էլ կատարի։ Ահա, ես ուզում եմ շնորհավորեմ մեր բոլոր հոբելյարներին, ուզում եմ մաղթեմ, այն ինչ մի քիչ առաջ մաղթեցի, ուզում եմ ձեր բոլորի կյանքում Աստծո առկայությունը շատ լինի։ Ուզում եմ երջանիկ լինեք, ուզում եմ խաղաղություն լինի ձեր շուրջը, ձեր ներսում ու պաչիկներ եմ ուղարկում բոլորին։ Հայկ Ղուլյան, քանի որ ես պաշտում եմ քո ակապելա տարբերակները եւ վստահ եմ, որ հենց հիմա բոլոր այն առիթատերերը, ովքեր ինձ ճանաչում են, գիտեն, որ ես կարող եմ ամբողջ առիթը ստոպ տամ, որպեսզի տվյալ երգիչը մի փոքրիկ քարյակ ակապելա երգի, որովհետեւ գիտեմ կհասցնի։ Արի էլի իմ համար մի հատ ու քո ֆանատների համար մի բան տեսախցիկը քոնն է։ Երանի չալերն ընկնեի Անտուն ու անտեղ մնայի Սարի պես դարդ ունենայի Յար չունենայի Երանի չալերն ընկնեի Անտուն ու անտեղ մնայի Սարի պես դարդ ունենայի Յար չունենայի Սարի պես դարդ ունենայի Յար չունենայի Հիմա շնչում եք, արտաշնչում եք, մոտ եք նստում Իմ սիրած երգն էլ է ձեզ համար երգում Հայկ Ղուլյանը։ Ունեմ չունեմ քեզ ունեմ Թիքունքս մինուտ ճարուն է Համարել ես համելուսին կյանքիս Տեր Աստված նրան պահիր կողքիս Հավաքվել են բարեկամ ընկեր Քեֆ ենք անելու մինչև լույս լցրեք բաժակներ Կենացը ցավը տանեմ աղբերը Իմ լավ ու վատ օրերի ընկերը Միշտ իմ կողքին ես թե աշխարհն էլ շուռ գա Շատերը եկել անցել բայց աղբերս միշտ կա Կենացը ցավը տանեմ աղբերը Իմ լավ ու վատ օրերի ընկերը Միշտ իմ կողքին ես թե աշխարհն էլ շուռ գա Շատերը եկել անցել բայց աղբերս կա Շնորհակալ եմ Տեր Աստված Ծնողներս ողջ առողջ կանգնած Մեզանով են հպարտ երջանիկ Իմ հարստություն իմ ընտանիք Այսօր հավաքվել են բարեկամ ընկեր Քեֆ ենք անելու մինչև լույս լցրեք բաժակներ Կենացը ցավը տանեմ աղբերը Իմ լավ ու վատ օրերի ընկերը
Հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է։ Վեր կաց կանգնիր հայ, գործն է մեր արդար, ամեն մեկիս կարիքը ունի երկիրը, ոտքի ելիր հայ, զինվոր շինարար, ուսուսի տանկասկովի կերտենք ապագան, մեր մտքում, մեր սրտում միշտ Հայաստան, աշխարհի հայերով միասնական Գյումրեցի Սիրիա հայ կարևորը հայ ես այ Ջավախեցի Պարսկա հայ կարևորը հայ ես այ Արցախցի Բեյրութա հայ կարևորը հայ ես այ Հայաստանցի Սփյուռքա հայ կարևորը հայ ենք Սուր միտքը հայի, ձեռքերը ոսկի, թե դառնանք մի բռունցքով պիտի հաղթի, մեջքը տուղիր հայ, բանվոր գործարար, շենացնենք երկիրը մեր, թող տեսնի աշխարհ, մեր մտքում, մեր սրտում միշտ Հայաստան, աշխարհի հայերով միասնական Լարեցի Պոլսա հայ կարևորը հայ ես հայ Երևանցի Ֆրանսա հայ կարևորը հայ ես հայ Սյունեցի Համշենա հայ կարևորը հայ ես հայ Հայաստանցի Սփյուռքա հայ կարևորը հայ ենք հայ Մեր մտքում, մեր սրտում միշտ Հայաստան, աշխարհի հայերով միասնական Գյումրեցի Սիրիա հայ կարևորը հայ ես հայ Ջավախեցի Պարսկա հայ